Սերժ Սարգսյանն արտագաղթի բացառիկ խորհրդանշան է, նա չպիտի ընդդիմությանը խորհուրդ տա քիչ խոսել արտագաղթից։ Ինքը չպետք է լքեր Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինքը պետք է մնար եւ հզորացներ Ստեփանակերտ քաղաքը։ Ընդդիմադիր падգամավորը երեկ լսել է Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ արտագաղթի աղքատության եւ կոռուպցիայի մասին խոսելով Հայաստանի ընդդիմությունը ոգևորում է Ադրբեջանին։ Երբ որ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է եւ այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքներ։ Ըստ Զարուհի Փոստանջյանի աշխարհն այդքան փակ չէ, որ միայն ընդդիմության խոսելուց հետո Ադրբեջանն իմանա, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Կան համապատասխան միջազգային զեկույցներ, որոնք հնչել են հենց միջազգային ամբիոններից։ Սերժ Սարգսյանը պարզապես ուզում է, որ ընդդիմությունն իրեն չքննադատի։ Սերժ Սարգսյանը այս պայծրությամբ չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում ղեկավարել երկիրը։ Նաիրա Զոհրաբյանն այսուհետև էլ շարունակելու է քննադատել իշխանություններին երկրում արտագաղթի, կոռուպցիայի, աղքատության եւ արդարության պակասի համար։ Մեր, այսպես ասեմ, տունը քանդել են կեղծ կոնսոլիդացիաները։ Տիկին Զոհրաբյանը դեմ չի ադրբեջանական ագրեսիայի մեծացման ժամանակ քաղաքական ուժերի համախմբմանը, բայց ինքը չի կարծում, որ Ադրբեջանի հակահայկեցվածքի պատճառները Հայաստանի ընդդիմության ակտիվության մեջ են։ Մենք մի ճանապարհ եւ մի տարբերակ ունենք այդ քարոզչությունը, հակահայ քարոզչությունը կանխելու համար, ոչ թե պարտակել այն, որ երկիրը դատարկվում է, ոչ թե պարտակել այն ճշմարտությունը, որ աղքատությունը հասել է կատաստրոֆիկ թվերի, ոչ թե պարտակել այն ճշմարտությունը, որ երկրում արդարադատության համակարգ որպես այդպիսին գոյություն չունի, այլ դրանք փորձել լուծել։ Ընդդիմադիր падգամավորն իշխանություններին կոչ է անում չսեփակնաշնորհել խնդիրները լուծելու ուղիները, այլ հենց քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցելով։ Մինչդեռ երբ է կառավարությունն ընդունել ընդդիմության առաջարկները։ Ոչ թե իմպերատիվ կերպով մերժել բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չեն ներկայացվում իշխանության կլանը ներկայացնող падգամավորների կողմից։ Տիկին Զոհրաբյանը արդեն ունի օրինակ, թե ինչպես սահմանային վերջին միջադեպերի ժամանակ քաղաքական ուժերը համախմբվեցին։ Ինքը վարչապետի հետ սահման գնաց, քաղաքական ուժերը գիտեն, երբ եւ ինչպես համախմբվել։